Վրաստանում ձերբակալվել է բանակին և ոստիկանությանը վտանգավոր պահածոներ մատակարարած ընկերության ղեկավարը։ Ըստ աղբյուրի Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ կասկածյալը ձերբակալվել է կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող կեղծ արտադրանք արտադրելու և տարածելու մեղադրանքով։ Քննության տվյալներով 2025-ին մասնավոր ընկերությունը ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին մատակարարել է շուրջ 24.1 տոննա պահածոյացված ձուկ, 380.792 լարի ընդհանուր արժողությամբ։ Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն գերմանական լրատվամիջոցի Թուրքիայից աշխատող թղթակցին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու համար։ Ըստ հաղորդագրության ձերբակալվածն Ալիջան Ուլուդագինն է։ Հետաքննությունն սկսվել է նրա սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգն էլ իր հերթին է հայտարարություն տարածելու ասել, որ մեղադրանքներն անհիմն են։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է նաև, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ լավ շփումների փորձ երբեք էլ չի ունեցել, և իրավիճակը կփոխվի միայն այն ժամանակ, երբ բանակցային լավ արդյունք և համաձայնագիր ունենան։ Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա։ Դա փորձարկվել է անցյալ տարի։ Նրանք չկարողացան ոչնչացնել մեր միջուկային ծրագիրը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Միացյալ Նահանգների գերագույն դատարանն արձանագրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը միակողմանիորեն մաքսատուրքեր սահմանելով աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ։ Հօգուտ վճռի կայացման քվեարկել է 6 դատավոր, 3-ը դեմ։ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ գործող մաքսատուրքերը կմնան ուժի մեջ։ Ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանվի 10% լրացուցիչ մաքսատուրք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը պատկերող պաստառ է ամրացվել երկրի արդարադատության նախարարության գլխավոր գրասենյակի պատին։ Նախարարության գլխավոր գրասենյակի երկուսյուների միջև ծածանվող կապույտ պաստառի վրա գրված է «Կրկին անվտանգ դարձնենք Ամերիկան» կարգախոսը։ Սառցակալած Բայկալ լճի վրայով չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան անցել է ջրի տակ։ Հայտնաբերվել է 7 զբոսաշրջիկի մարմին։ Մահացածներից մեկը 14 տարեկան է։ Խորտակվածների մարմինները դուրս են բերել 18 մետր խորությունից ստորջրյա տեսախցիկների օգնությամբ։ Արդեն հայտնի դարձած մոր կողմից լքված կապիկին նոր ընկերները նեղացրել են, և նա վերադարձել է իր փափուկ խաղալիքի մոտ։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։